քաջերը չեն մահանում։ Նրանք հեռանում են քաջաբար, հայրենի հողը դասելով ամեն ինչից վեր ու հավատալով իրենց բասկի զորությանը, լուսավոր գալիքի գիտակցումով։ Ու կռվեցին այդ գիտակցումով մինչև արյան վերջին կաթիլը, ինչպես պաշտպանության բանակի զինվոր շարքային Վիլեն Սարգիսի Բալայանը։ Ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում, մինչև 10-րդ դասարանը սովորել է Ճարտարի ազատամարտիկների անվան համար 1 միջնակարգ դպրոցում։ 2015-ին ընդունվել է Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանը, հարդարում և շինարարական աշխատանքների իրականացում մասնագիտությամբ։ 2019 թվականի հունվարին զորակոչվել է պաշտպանության բանակ և պարտադիր զինվորական ծառայությունն անցել Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանում, 2-րդ հրաձգային գումարտակի 5-րդ վաշտի ապահովման ջոկի վարորդն էր։ Պատերազմի առաջին իսկ օրվանից վաշտի հետ միասին եղել է զորամասի պահպանության գրեթե բոլոր մարտական դիրքերում, մասնակցել է նաև թշնամու դիվերսիոն խմբերի հետ մղման գործողություններին։ Հոկտեմբերի 28-ին Վիլենը հերթական առաջադրանքներ կատարում Կարմիր շուկայի հատվածում, երբ կեսօրից հետո թշնամին օդային հարված է հասցնում տեղանքին, վիրավոր ծառայակցին օգնություն ցուցաբերելիս զոհվում է Վիլենը։ 2020 թվականի նոյեմբերի 18-ին դատաբժշկական նույնականացման թեստի արդյունքում հաստատվել է Վիլեն Բալայանի ինքնությունը։ Վիլեն Բալայանի հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին Եռաբլուր զինվորական Պանթեոնում։ Դպրոցում գերազանց գնահատականներ ուներ Վիլենը։ Մինչդեռ երազում էր արհեստավոր դառնալ, ուստի 10-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել և ուսումը շարունակել է Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանի հարդարում և շինարարական աշխատանքների իրականացնում բաժնում, որտեղ սովորել է 3 տարի։ Ուսումնարանի դասատուներն ու վարպետները հիացմունքով են արտահայտվում իրենց աշակերտի մասին։ Փայլում էր նաև կարգապահությամբ, բազմակողմանի զարգացած էր Վիլենը։ Ուսումնառության տարիներին դրսևորել է իրեն որպես բանիմաց, հոգատար, դաստիարակված, ազնիվ, ընկերասեր ազնվորություն։ Ուսման ընթացքում մեծ ուշադրություն էր դարձնում բնագիտական առարկաներին, քանի որ մտադրություն ուներ ուսումը ավարտելուց հետո շարունակել Շուշիի տեխնոլոգիական համալսարանում որպես ճարտարագետ։ Ակտիվ մասնակցություն ուներ ուսումնարանի կողմից կազմակերպված միջոցառումներին, ինչպես նաև 2015 թվականին ուսումնարանի կից հանրակացարանի մասնաշենքի վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաև Շուշիի քաղաքապետարանի կողմից կազմակերպված անապահով ընտանիքների բնակարանների վերանորոգման ծրագրերին, փորձում էր միշտ օգնել իր դասընկերներին, իրենից փոքր սերնդի նկատմամբ փորձում էր ուղղորդել հանդիսանալ մեծ ընկեր։ Դասավանդել եմ 4 տարի, 0 դասարանից եմ վերցրել նրանց և հիշում եմ նրանց ամեն մի բան, շատ հետաքրքիր դասարան է եղել, լավ սովորողները շատ էին, Վիլենը հատուկ էր, թե արտաքինով, գեղեցկությամբ, սիրուն, աչքերը միշտ հիշում եմ, նստում էր 2-րդ նստարանին, պատուհանի մոտ 2-րդ նստարանին, կազմակերպված, միշտ պատրաստ, լավագույններից մեկն է։ 3-րդ դասարանում ունեցավ մի հատ 4, այն ժամանակ 5 բալանոց էր գնահատումը և այսպես է լինում, երբեմն ուսուցիչ ցանկանում է, որ նա գերազանցիկ լինի։ Ասացի Վիլեն մի հատ 4 ունես և դարձել ես հարվածային, ասաց նայեց դեմքիս ու ժպտաց, հարվածայինը վատ է ընկեր Ոսկանյան, ասացի ոչ, իսկական հարվածայինը շատ լավ է, ձգած գերազանցիկ այնքան էլ ու հանգստացավ նստեց, այդպես սովորեց 4 դասարան ավարտեց, հետո միջին դպրոցում և Վիլենը եկավ ժպտալով նայեց ինձ, ասացի ինչպես ես սովորում, ասեց Գեր Ոսկանյան հարվածային եմ, ասի շատ լավ է, որ հարվածային ես, ուրեմն գիտելիքներ կայուն են։ Եվ ավարտեցին դպրոցը, հետո բոլորը գնացին, մի մասը բուխ ընդունվեց, արհեստ սովորեցին և ես միշտ հետաքրքրվում էի, ինչ եղավ Վիլենը, մի անգամ պատահաբար փողոցում հանդիպեցինք, ասացի ձայնը չեմ լսում, ասաց ուզում եմ նախ արհեստ սովորեմ, ասի բա ինչու, ասեց ժպտալով ասեց ինչու հարվածային արհեստավորը լավ չէ,
ասի շատ լավ է, խելոք, գրագետ, արհեստավոր, դե ոչինչ, ընկեր Ոսկանյան բուհում սովորելը հետո կորոշենք, ասի հետո երբ Վիլեն ասեց բանակից հետո։ Եվ դա իմ վերջին տեսնելն էր նրան, հետո գնաց բանակ։ Վիլեն Սարգսի Բալայանին դասավանդել եմ 5-րդ դասարանից, եղել եմ նրա դասղեկը։ Դասարանի լավագույն աշակերտներից էր։ Սովորել է գերազանց եւ լավ գնահատականներով։ Օժտված էր բնավորության ամենալավ գծերով, ուներ առանձնահատուկ ընդունակություններ, տարբերվում էր բոլորից։ Վիլենը նստում էր առաջին շարքի 3-րդ նստարանին, շատ համեստ, չափազանց, հայրենասեր, ազնիվ աշակերտ էր։ Եղել ենք մանկության ընկերներ, այնուհետև նույն դպրոցում ենք սովորել, եղել է դեպքեր եւ չարություն ենք արել եւ իրար օգնել, իրար խանգարել։ Վիլենը սովորում էր լավ, սիրված էր դասարանցիների կողմից, փորձում էր ինչ-որ մի բան մտածել օրը ընկերների հետ ուրախ անցկացնելու համար։ Եթե տնային աշխատանքները չէին կատարում, իրանից օգնություն էին խնդրում, միշտ ինքը պատրաստ էր, միշտ գիտելիքներով լցված էր ինքը։ Պատմության առարկայից ինքը ավելի շատ գերազանց էր։ Վիլենի հետ սովորել ենք նույն դասարանում, 10-րդ դասարանից դուրս ենք եկել, գնացել Մոզյան սովորելու, միասին ենք այդ որոշումը կայացրել։ 3 տարի այնտեղ սովորելուց հետո աշխատել ենք միասին, լավ տիրապետում էր, լավ վարպետ էր։ Դաստիարակված, ընտանիքը, երեխաները, փոքր քրոջերի ես եմ դասավանդել, այսօր նա 5-րդ դասարանում է, երբ սեպտեմբերի կեսին էինք այդ տարի եկել դպրոց, կորոնայի պատճառով, եկավ երկրորդ շաբաթներ արդեն, ասեց, Ընկեր Ոսկանյան, մի բան ասեմ, ասա, Վիլենն ասել է, որ Ընկեր Ոսկանյանի դասվարն է եղել, լավ կսովորես։ Ասի, հա, Վիլենը որ ասել է, պիտի չէ որ լավ սովորես, ման է, կարծես թե Վիլենի շարունակությունն էր մանին։ Խոխայելալ քեցալը քնգերուտոն, բերալ երկու կամփետ տուալալա միննել տո։ Այդ տվողը ծիծաղալ, ամա Վիլեն մատաղին, պամինը հյուրհոտ է ստանում, ամա տանի մինի եսոտի, մինի վիգենի, մինի մերի։ Մինակ սիրակ չոտել, շատ գործանողալալ, ամեն ինչին ծեր կապարնալ։ Ուերքեց հալա եզնիկ Մոզյանը կարթել, ստիպենզիան խարկալա, հնգերավ, կզնվալըք Վիլեն հորս ғարգալ էդ փողոտ, համամա երկար պենկանիշ, ճարերի տիկկոնիս։ Խուխավախտը աշխատասել է, մինոր իշկար, քիչիրի գնալ գործում ես։ Խաց հավատացան տղեկից մտացալով, էլ պրոբլեմ չինա, ընկերասել է, մատն հարգողալ է։ Լսելով ուսուցիչներին, ընկերներին, ճանաչելով ընտանիքին, դասավանդելով ընտանիքի մյուս երեխաներին, եղբորը, քույրերին, ձևավորվել է մեկ ընդհանուր պատկեր մեր անմահ հերոսի նկարագիրը։ Սովորում էր ըստ ուսուցիչների պատմածի, ներկայացրածի, բավականին բարձր գնահատականներով, աչքի էր ընկնում ակտիվությամբ, աչքի էր ընկնում կարգապահությամբ, աչքի էր ընկնում բարձր պատասխանատվության զգացումով, ճանաչելով ընտանիքին, տեսել եք նաև նրա ձեռքի աշխատանքը, շինարարություն էր կատարում եղբոր հետ։ 2019 թվականի հունվարին զորակոչվելով պաշտպանության բանակ պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանում։ Սիրված էր եւ սպաների եւ զինվորների կողմից։ Վերբիդի բանակին աշկը նշանայել է։ Ալն Վիլեն կարող է քեզ բանակ չտանիք։ Երակայել թողտը ջղա։ Ալա չէ մամա Իսկինյանում բանակ։ Զորակոչի վաղտ պայմանավորվել ենք երկուսս էլ գնանք նույն օրը, որպես նույն օրն է զորացել ենք, երկուսս նույն օրը գնացել ենք, տարբեր զորամասեր ենք եւ տարբեր տեղ ենք ծառայել։ Միշտ արձակուրդ գալուց կազմակերպում ենք, որ միասին գայինք, որպես մի օրը, երկու օրը իրար հետ անցկացնեինք։ Սեպտեմբերի 24-ը որ պոզտ պիտի քինի։ Երկու օտը ետ ատորա։ Վերջումը քարտը բերալ։ Իստուալան Վիլեն բալաս այդ քարտը բերալս ինչանից ծղելա։
Մամա թող կենա վեր 4 ամեսյա մնացալ։ Իլանում յորոնիմ քինում շեյուրին քյոնիմ։ Մալայեն Վիլենին ճանաչել եմ ծառայության ընթացքում մեր վաշտի վարորդներից էր։ Մարտական հերթապահությունների մասնակցում էր, իր առջև իր դրված էր, միշտ կատարում էր։ Դաշտքի ընկնում իր աշխուժ պահելաձևով, իր անկերասիրությամբ։ Հրամանատարների հրամանները միշտ կատարել է ճիշտ եւ ժամանակին։ Դες մարդ չկա, զինծառայող չկա կամ հրամանատար չկա, եթե իր մասին վատ է պատմի։ Վիլենը զորակոչվելով բանակ ծառայության է անցել մեր զոնամասիում, մեր գումարտակում։ Ծառայության ընթացքում իրեն դրսևորել է մշտապես պարտաճանաչությամբ, մարտական պատրաստության պարապմունքներին մասնակցել է, ցուցաբերել է գերազանց եւ լավ գնահատականներ, որպես վարորդ տիրապետում էր իր մեքենային եւ կարողանում էր վարել անձնակազմը տեղափոխել է մշտապես ողջ վարոշ, նշված կետից մյուս կետը տեղափոխել է անձնակազմին հասցնելով իր խնդրին։ Պատերազմի առաջին իսկ օրերից Վաշտի հետ միասին Զորամասի պահպանության գրեթե բոլոր մարտական դիրքերում էր։ Երկրորդ հրաձգային գումարտակի 5-րդ Վաշտի ապահովման ջոկի վարորդն էր, չնայած դրան շատ անգամ է մասնակցել դիվերսիոն մարտական գործողությունների, որի համար արժանացել է մարտական ծառայություն մեդալի։ Հիբը զանգում տվալ այս կռվի ընթացքում։ Ինձ անասալա պապա խնգարումս, պապա ադմոյտու, ամս 23-նա։ Ալևիկին տանում որ ճանապարհում ստաշտուշ են միքները մնացած։ Ճանապարհին տեսնում մաշինին դավանորած։ Ասում դե քշանակ Վիլենին հաջողորա քինիկ։ Քշանամուտ բերք Վիլեն օրիշ խոխայա մաշինին քշանում կա հոպար ինքը ինձ իմ ավտոյի ռուլից քաշելա գցել։ Ինքը նստել իմ ավտոն գնացել։ Այդ մոմենտից Ես ուժ զգացալում էր։ Ես տեսնում անջում։ Տեղափոխվել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակ, որտեղ էլ պատերազմի ընթացքում գտնվել է Յուսուփյալու կոչվող տեղամասում, Մարզելու Յուսուփյալու կոչվող տեղամասում։ Սկզբնական օրերին գտնվել է այնտեղ, եղել է նորից որպես վարորդ, իր խնդիրը կատարել է։ Բացի դրանից պատերազմի ընթացքում մասնակցել է նաև դիվերսիոն գործողություններին ակտիվ, որպես վարորդ նրան խնդիրը առաջադրված չի եղել, որ մասնակցի դիվերսիոն գործողություններ, սակայն իր ցանկությամբ, քանի որ նշեցի, որ ինքը խելացի էր, բանիմաց, խիզախ էր, դրա համար նա իր կամքով ցանկություն է հայտնել, որպեսզի մասնակցի դիվերսիոն գործողություններին։ Դիվերսիոն գործողությունները հաջող են ընթացել, հակառակորդի մարտական դիրք են ճեղքել, կարողացել են իրենց դրված խնդիրը կատարել, հակառակորդի կենտանի ուժ ոչնչացրել են, որից հետո հետ են վերադարձել մեր մարտական դիրքերը, որի համար պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով։ Այնուհետև հոկտեմբերի 22-ին նրանց ընդհանուր անձնակազմը դուրս է եկել այդ հատվածից եւ մարտը շարունակել Կարմիր շուկա կոչվող տեղամասում, որից հետո այնտեղ ավելի թեժ մարտեր են տածել համեմատած մնացած տեղերի, նույնպես այնտեղ իրեն դրսևորել է լավ կողմերով, հակառակորդի հարձակումները ետ են մղել Եվ սկսեց այդ չարաբաստիկ պատերազմը։ Մենք այդ ընթացքում մարտական հերթապահություն ունեինք։ Ինքն որպես վարորդ միշտ դիրքերով, իր ավտոյով, ֆորմեր-պոստերով դիրքերին բերում էր սպառազինությունը, օգնություն։ Վիլենը մասնակցել է նաև դիվերսիոն գործողություններին։ Իր ընկերների հետ հակառակորդի դիրք մտնելով հակառակորդին պատճառել են ահագին մարդկային կորուստներ։ Բնավորությամբ ուժեղ եւ խիզախ տեղ էր Վիլենը։ Պատերազմի ժամանակ կապ չկար մոտս, որ կար նաև խոսայի, տեղափոխվեցի ես ուրիշ տեղ, այնտեղ կապը լավ էր, խոսում էինք իրար հետ, ինքը արդեն եկել էր Կարմիր շուկա, ես միշտ խոսում էինք իրար հետ, ասում էր սաղ լավ ալնելու միշտ դու խտեղներ, պատերազմի ընթացքում տազիկս էր մահացել, զանգեց, ցավակցեց, երբ չանգամ դեմ է այդ խոսացել։ Ասալում բիլի մատային Մամադ հիվանդալի շատ եմ իրանել, հանցրա մամոտ եշիս, կմակդ եշի ասմա,
Tati luhlavaynaka. Kalavaynaka sırtı birakalar mızatı. Luhçuhatı veştamızatı. Yüremin kerver zovala beni. Yereşinatı vigen yüremin kerver. Letslav. Kaniyatı yapostan zaktı vatati helatırız. Kini. Tuvel tuşi. Kasıma tam de var ujatı. Tutı. Vahramıtı. Tahustorun kine. Zangum tuval Vilen matağının tığıt lava mama bombaya. Vilen matağının sayak kıkenas. Vilen kulokut düşçeniz. Mama arxinkas. Asma eskizanay mama vaxum. Mıstığasıl Yerevan. Bıжышка kanası verin. İknel toğala yegal. Kısanı ilmi yegal. Stığ keçal martuni gorci. İknel akıznıval mama. Kini. Alım yes külüm çubuk çıkıyor ki gargalım yes munatsal. Çok demleri kısan irekeniz. Tanıma verkinin Yerevan. Yekala mama mate kuderdatum yekal hoskuto verkinanım Yerevan. Asım haye balaslev. Հոկտեմբերի 22-ին Վաշտը հանձնարարություն է ստանում մեկնել Կարմիր շուկայի հատված։ Այստեղ Վիլենն իր պարտականություններից զատ այլ մարտական գործողությունների ևս մասնակցում էր, պայքար մղելով թշնամուտը։ Ծառայեկիցները պատմում են, որ շատ համարձակ էր Վիլենը, չուներ վախ անգամ դժվարին առաջադրանքներ կատարելիս։ Հոկտեմբերի 28-ին Վիլենը հերթական առաջադրանքն էր կատարում Կարմիր շուկայի հատվածում, երբ կեսօրից հետո թշնամին թիրախավորում է նրանցից քիչ հեռու, վիրավորներին տեղափոխող շտապօգնության մեքենան եւ օդային հարված հասցնում։ Վիլենը շտապում է օգնության հասնել, որպեսզի ողջ մնացած վիրավորներին տեղափոխի մեկ այլ մեքենա։ Այդ պահին թշնամին երկրորդ օդային հարվածն է հասցնում նույն տեղանքին, ինչի հետևանքով զոհվում է Վիլեն Բալայանը, իսկ մեկ հոգի վիրավորում է ստանում։ Minerim sağlam tanıyın kadar hasretim külümüş. Minerim porçar külümüş. Telefonu tuşkalar uzaklar kadar. Atas kalmış ana sandalı. Çerez azadın hamarı güdümüm. Zanktan azatsak ona hiç çıkar bu adam. Zgat alın. Ürende satılmıştı Gova'yı seracat levarel severeydu. Loh o gopun ile lüranana. Ujandicam loh verilala los kısati teala. İnki inze seyse verkilanım. Denen aşat laftagar. O denen yaşat orkhına ismile. İnki o özela veriyestenen barışkuhi. Yüz beyternen barışkuhi. Հոկտեմբերի 28-ին զանգումտան անհասանելի նախորդ իրա զանգումում իկներ պոստերում ալինում ասուվար ու շիշկա չկա ուրակ գիդայիսնում ինձ ասինչ ինչեմ մենք հավատում չունի ես Վիլենի զոհվելու լուրը ես չէի կարող հավատալ, մինչև այսօր չեմ կարող հավատալ։ Նրանց վիճակվեց պաշտպանել հայրենիքը, կռվեց մինչև վերջ։ Մի անգամ աղջիկը զանգեց, ասաց՝ «Գիտես Վիլենն է զոհվել»։ Ու շատ վատ է այդ ամենը։ Ճիշտ է նրանք դարձան հավերժի ճամփորդներ, բայց մենք միշտ հիշում ենք նրանց։ Սրտի կեսկիցով ենք հիշում, ու ուզում եմ ասել, որ իմ եւ ուսումնարանի ողջ անձնակազմի սրտերում իրենց հիշատակը միշտ վառ կմնա։ Հոկտեմբերի 28-ին նրա ծառայության վերջին օրն էր, որը այսպես եղել, օգնություն է փորձել ցուցաբերել այն շտաբօգնության մեքենային, որը վիրավորներ էր տեղափոխում Կարմիր շուկայի հատվածում հակառակորդի ՀՏՍ-ի կողմից խոցվում է շտաբօգնության մեքենան, նա եւ իր ընկերը, որը նույնպես վարորդ էր, փորձել են օգնություն ցույց տան տրվան մեքենայում գտնվող անձնակազմին, սակայն երկրորդ անօթաչուի հարվածից նույն տեղը հարվածում է օգնություն ցույց տվողներին եւ նա այդտեղ զոհվում է։ Նրա ծառայությունը, որ հիշում եմ, քաջությամբ եմ լսվում, եւս մեկ անգամ մեր անձնակազմը պետք է օրինակ վերցնեն նմանատիպ զինծառայողներից, որպեսզի կարողանանք մեր հայրենիքը պաշտպանել։ Վիլենի դիակը անճանաչելի էր։ Սկզբից Գորիսի, այնուհետև Եղեգնաձորի, որից հետո Մեծ Ամորի դիահերձարանում այն ենթարկվում է դատաբժշկական փորձաքննության։ Ընտանիքում ոտն իմացել են նրա զոհվելու օրը, իսկ նոյեմբերի 18-ին դատաբժշկական նույնականացման թեստի արդյունքում հաստատվել է Վիլեն Բալայանի զոհված լինելու փաստը։ Վիլեն Բալայանը հուղարկավորվել է 2020 թվականի նոյեմբերի 20-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Սարգիս եւ Արևիկ Բալայանների ընտանիքում 4 երեխա էին, ավագը Վիգենն է, Վիլենը երկրորդն էր, քույրերը Մերին եւ Մանեն շատ էին կապված եղբոր հետ։ Մերին սովորում է Արցախի պետական համալսարանում, Մանեն դեռ 5-րդ դասարանի աշակերտ է, զոհված եղբոր Խաչն է կրում իր պարանոցին։ Վիլենի եղբայրը Վիգենը սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի վերջին կուրսում։ 44-օրյա պատերազմը սկսելուն պես Երևանից անմիջապես մեկնել է հարազատ Մարտունի պատերազմական պայմաններում բուժօգնություն ցուցաբերելու վիրավորներին։ Վիլենի մայրը Տիկին Արևիկը որդու զոհվելուց 2 օր անց պատերազմում կորցրել է նաև եղբորը Վարուժան Արստամյանին։ Խորը ցավ ու մեծ կսկից է ապրում հարազատ մարդկանց կորստի զգացումից։ Որդուն պատերազմ մեկնելիս սրբապատկեր է տվել որպես պահապան, որը որդին ծոցագրպանում էր պահում։ Զոհվելու վայրից բերված իրերում սակայն նա այդպես էլ չգտավ այդ սրբապատկերը։ Իսկ հազարայության ժամանակ իրեն ուղարկված նամակները խնամքով է պահում, խոստովանում է, ամեն օր ընթերցում է դրանք։ Վիլենի հայրը Սարգիս Բալայանը Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ է, 4 անգամ վիրավորվել է։ Մեծ նպատակներ ունեին Վիլենի հետ միասին իրականացնելու։ Վիլենը գյուղատնտեսություն շատ էր սիրում, շինարարությամբ զբաղվում էր, հուզմունքով է ցուցադրում մարտադաշտից բերված որդու իրերը։ Ցանկանում էր կրոջինը, ոչ մի զոնող ոզմչում։ Զգա այն ցավը ինչ որ ես եմ զգում։ Կցանկանամ ես երկրին խաղաղություն, ես կմակ է խոխեկի գոնել է լավ ապրին։ Խաղաղություն եմ ցանկանում։ Մեզ ոչ մի տղոնինք վեճ չեքնիլի։ Մեր ասեմ դուսկան քինիք մին օրիշտեղ չէ։ Մոտ պայքարել բիդիկ մեր բաղի յորոնիք։ Բանակը շտացնի, խոխեկը շտացնի։ Վիլենի միջոցառման մեջ կմնա որպես շատ լավ ընկերների չեմ մոռանում։ Վիլենը եւ Վիլենի նման տղերք մեր ազգին, մեր հայ ազգի, մեր Արցախ աշխարհին շատ են պետք։ Երեկոյան անվանական չստուգումներին ստուգմամացյանն էլ իրան բացակա չենք դնում, որովհետև միշտ ներկա է, միշտ մեր հետ է, ճիշտ է ֆիզիկապես չէ, բայց միշտ հոգեպես ինքը մեր հետ է։ Մենք միշտ հիշում ենք Վիլենին համադասարանցիներով, իրանք չեն կարող մոռանանք։ Վիլենի մասին չենք կարող ոչ մի թերացումով ներկայացնել, քանզի իր արարքը ամենաբարձր գնահատանքի արժանի, առաջնորդվելով մահիմացյալ անմահություն կարգախոսով իր ընկերների, իր ծառայակիցների, իր հրամանատարների հետ նայելով մահվան աչքերին առաջ է շարժվել եւ դարձել անմահների գնդի պատվավոր անդամ։ Խոնարհումս բոլոր վիլենների, մեր բոլոր 45 ճարտարցիներին, բոլոր արցախցիներին, Հայաստանից, Սփյուռքից եկած բոլոր ժամանակներում նահատակված բոլոր հերոսներին։ Մեր տղաներին գնահատելը, մեր տղաներին հիշելը, իրենց սխրանքը հասցնելը ապագա սերունդներին բոլորի սուրբ պարտքն է եւ այս ամենը արվում է ոչ թե անմահացած հերոսների համար, այլ սա արվում է ապրողների համար, քանզի ինչպես ասված է, ով չի հիշում իր անցյալը, նա ապագա չունի։ Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում, որն այժմ տեղակայված է Ստեփանակերտում, զոհված շրջանավարտների հիշատակին կանգնեցված փառքի անկյունում լուսանկարից հպարտ հայացքով մեզ է նայում Վիլեն Բալայանը։ Նրա հարազատ կրթօջախի Ճարտարի ազատամարտիկների անվան համար 1 միջնակարգ դպրոցի նախասրահում արցախյան բոլոր պատերազմների զոհվածների լուսանկարների շարքում ներկայացված է նաև դպրոցի լավագույն աշակերտներից մեկը՝ Վիլեն Բալայանը։ Սարգիս Բալայանը իր հարազատ Ճարտարի ընտանեկան գերեզմանոցում գերեզմանակար է կանգնեցրել եռաբլրում գտնվող որդու գերեզմանից բերելով հող եւ որդու զինվորական հագուստից մնացած մի քանի կտորի հետ միասին հողին հանձնելով։ Վիլենի մանկության ընկեր Արսեն Բաբալյանի նախաձեռնությամբ երգ է գրվել նրա հիշատակին։ Հերոս Վիլենին երգի տողերի հեղինակը Արսենի ծառայեկից ընկերն է Միքայել Մուրադյանը, ով նաև կատարում է այդ երգը։
Իմ վիլեն թանկընկեր Քո լույսն է իմ սրտում միշտ վար ու անմար միշտ օգնող կարեկցող ոգով անպարտ զինվոր հետախույզներ լեռների որ տապալեցիր անկոտ թշնամուն շուն թուրքին Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Պաշտպանության բանակի թիվ 35 383 զորամասի զինծառայող Շարքային Վիլեն Սարգիսի Բալայանը հետմահու պարգևատրվել է մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով։ Խոնարհվում ենք համարձակ եւ քաջարի զինվոր Վիլենի շիրիմի ու նրա հիշատակի առջև։ Պարտավոր ենք կռելու ազգային հավերժության շղթայի մեր բաժին օղակը, որը նրանց արյունով ներկված օղակի հաղթական շարունակությունը պետք է լինի։ Փառք Վիլեններ ծնած մայրերին, ովքեր դաստիարակել են հայրենասեր զավակներ, բարձր պահելով նախնյաց փառքն ու հայրենյաց երկիրը։ Փառք այն ժողովրդին, ով ունի նման քաջարծիվ հերոսներ։